Ձեր կարծիքով ինչու օտարերկրյա պատվիրակություններին այլևս ծիծեռնակաբեր չեն տանում։ Պատասխանի։ Չեմ կարող ասեմ։ Նախկինում տանում էին ծիծեռնակաբեր հարգանքի տուրք էին մատուցում, ինչու՞ հիմա։ Նախկինում շատ բաներ նայել էր, հիմա այլ է։ Այդ հարցի պատասխանը ինձ թվում է բոլորն է գիտեն։ Ավելնորդ արդեն նշել ինչի համար է այդպես շուտով դրա մասին է կմոռանան այսինքն ձգտում են դա անել որ մոռացվի այդ արդեն բոլորն էլ բարձա գիտեն Նախկինում տանում էին հարգանքի տուրք էին մատուցում, ինչու՞ հիմա։ Չեմ կարող ոչ մի բացատրություն Դե որտեղ ընկերը Փաշինյանը չէր երկում, էլ ցեղասպանությունը պետքա վերանայենք, եսի ինչ անենք։ Այլով ինչ է կատարվել։ Ինչ է կատարվել, ինքը պետք է գտնի ինչ է կատարվել, բայց ո՞նց է գտնելու էդի կատարվել է, չէ։ Մեռած մարդկանց միջոց անուններին որից է գտնելու։ Չեմ կարծում, որ բայց պետք է որ այդպես բան չլինի։ Եղել այդ ցեղասպանությունը այդ միլիոններով մարդկանց թե ինքը ինչ է հերքում այդքանը չգիտեմ։ Դա հայերին շատ են թողում, որ օտարներին թողեն։ Նախկինում օրինակ որ ինչ-որ պաշտոնյաներ էին գալիս, տանում էին ծիծեռնակաբեր հարգանքի տուրք էին մատուցում, ինչու հիմա նույնը չեն անում։ Ինչ իմանամ Ազիզ ջան, ինչ իմանամ։ Քաղաքականությունից հեռու եմ։ Չգիտեմ, չեմ հասկանում։ Չեմ կարող։ Ես ճիշտ ասած չգիտեմ, ես նորությունները չեմ նայում, Բալիկ ջան, բայց ով չի տանում։ Իշխանության ներկայացուցիչները նախկինում որ այլ երկրներից պաշտոնյաներ են գալիս գնում էին ծիծեռնակաբեր հարգանքի տուրք։ Բալիկ ջան, կարևորը դա չի, որ գնան թե չգնան, կարևորը դա է, որ հարգեն ինչ որ տեղի է ունեցել եւ դրա դեմ պայքարեն, որ չլինի, թե չէ տանել ծաղիկ դնելով դրանով ոչ մի հարց չի լուծում, Բալիկ ջան։ 100 տարի է նույն իրավիճակն է, ամենակարևորը որ ճանաչեն, ամենակարևորը ունենանք լավ դիվանագետներ, երիտասարդներ ունենանք, որոնք սովոր են կրթվել, որ այդ հարցերը վերջապես լուծեն։ Դե բնական է, որ ներքին քաղաքականությունն է մեր երևի, որ թույլ չի տալիս։ Թե չէ ուրիշ խնդիր կարծում եմ չկա, ինչի պիտի չտանեն։ Պիտի ընդունես, որ բոլոր երկրները հարգեն քո օրենքները, հարգեն տեսակետները, հարգեն այն ինչ որ քեզ շատ թանկ է։ Ճիշտ ասած խաբար չեն տալու։ Ովքեր չեն տանում։ Իշխանության ներկայացուցիչները։ Նոր եմ լսում այդպիսի բան ճիշտ ասած։ Նախկինում որ բարձրաստիճան պաշտոնյաներ էին գալիս ուղեկցում էին ծիծեռնակաբեր հարգանքի տուրք։ Հիմա չկա դա։ Կներեք ես տեղյակ չէի։ Գիտեմ, որ մենք շատ հյուրընկալ ժողովուրդ ենք ու միշտ էլ ուրախ ենք եղել, ովքեր էլ որ եկել են մեր երկիր։ Չգիտեմ, առաջ անգամ եմ լսում, ուղղակի զարմացած եմ, սխալ է։ Շատ սխալ է։ Հարկավոր է մի քիչ ավելի զիջող ամեն հարցում։ Դա կբերի լավ բանի։ Իսկ եթե այդպես արհամարհական մոտենան, իհարկե դա էլի մեր վնասն է։ Այսպես ավելի շատ Հայաստանին չեն վնասում, քանի որ չեն տանում ծիծեռնակաբեր, չեն բացատրում։ Այո, ամեն քայլը ի վնաս Հայաստանին, ի վնաս մեր երեխաների ապագայի։ Ես ոչինչ չգիտեմ, բալես, չգիտեմ։ Եսի։ Նախկինում տանում էին, հիմա Չգիտեմ ճիշտն ասած, ինչու չեմ տանում։ Վերջին շրջանում օտարերկրյա պատվիրակություններին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն ուղեկցում ծիծեռնակաբերդ, որտեղ նրանք կարող են հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով ինչու օտարերկրյա պատվիրակություններին այլևս չեն տանում ծիծեռնակաբերդ։